Բարև ձեզ, շարունակում ենք kontinentի տարկումը Python-ի հետ կապված, հիմա դիտարկենք հետևյալ խնդիրը, որը նույնպես իրականացնելու ենք recursive կերպով։ Գրել ծրագիր, որ կպահանջի թիվ այնքան ժամանակ, քանի դեռ չի ներմուծվել 0, երբ ներմուծվել 0, պետք է վերադարձնի թվերի միջին թվաբանական։ Այս ոճի խնդիր մենք միասին լուծել ենք, երբ հաշվում ենք միջև այդ ներմուծված թվերը, երբ 0 էր ներմուծվում, դրանց գումարն ենք վերադարձնում։ Այստեղ պետք է հաշվենք միջին թվաբանական, այսինքն այստեղ մեզ պետք է հասկանալ, թե քանի թիվ է այդ ընթացքում ներմուծվել։ Դե եկեք ասենք այս խնդրի իրականացումը def դնենք function, այսպես, ուրեմն function-ը, եկեք փոխանցենք իրեն երկու արգումենտ, բայց այդ երկուսին էլ իրենց default արժեքներով, հա։ Ես ուրեմն sum of-ը, որը այդ թվերի գումարն է, ի սկզբանե ինքը 0-ով է, եւ count-ը, որը ի սկզբանե 0 է, այսինքն ոչ թիվ ունեմ, ոչ տար։ Սա է, եւ վերադարձվող արժեքը այստեղ կոմենտով եկեք գրեմ, որ բանա, float-ը։ Այսպես։ Հիմա եկեք ասենք իրականացմանը։ Ուրեմն իրա բազային պայման, base case-ը երբ է։ Բազային պայման իր հետևյալն է, եթե sum of նախ եւ առաջ թիվը պետք է ստե հայտարարենք, հա, այսինքն number-ը հավասար է int input։ Number-ը ներմուծվում է ծրագրի աշխատանքի ընթացքում։ Հիմա կատարենք հետևյալը, եթե number-ը ներմուծված թիվը հավասար է 0, ինչ է դա նշանակում, որ պետք է աշխատանքն ավարտենք։ Այս դեպքում մի հատ է ստուգում կանեմ, եթե հանկարծ count-ն էլ է 0, այսինքն մի անգամ 0 եք ներմուծել, ապա այդ դեպքում return կառնեմ 0-ն։ Այս կերպ ես խուսափում եմ 0-ի վրա բաժանումից։ Ընդհանուր դեպքում return կանեմ, ուրեմն sum of-ը բաժանած count-ի վրա։ Տեսեք, այս return-ը որ գրած է, այս return-ը վերաբերում է այս if-ին։ Այս if-ին է վերաբերվում։ Ու այս այն դեպքը, երբ արդեն 0-ը ներմուծվում է հաշվակ տանի, ընդհանուր դեպքում, ուրեմն ընդհանուր դեպքում return կանենք, ուրեմն մեր ֆունկցիա նորից կանչած, ֆունկցիա նորից կանչում ենք, իրեն փոխանցում ենք հետևյալ, ուրեմն sum of-ին գումարում ենք մեր number-ը, որովհետև այս թիվը ներմուծվել է, չէ՞, ինքը ոչ զրոյական թիվ է։ Sum of գումարած number, սա գնաց արդեն հաջորդիվ հաշվարկի համար, եւ count-ը 1-ով մեծացնում ենք, այսինքն այստեղ կարամ գրեմ 1, որ գրեմ 1, 1-ը վերագրել, այսինքն կարամ գրեմ count-ը plus հավասար է 1, count plus 1 կամ sense, count plus 1, count-ին գումարում եմ 1, այսինքն count-ի նախկին արժեք գումարած 1, այսպես։ Կարծես թե այսքան է, եկեք մի հատ էլ աշխատացնենք սա, այսինքն print անեմ, ու կանչում եմ ֆունկցիան, տեսեք ֆունկցիան կանչում եմ, բայց ես իրեն ոչինչ չեմ փոխանցում։ Այսպես, հիմա եկեք աշխատացնեմ։ Ասում եմ թիվ ներմուծի, ներմուծեցի 5, հետո ասում եմ էլի թիվ 4 եմ ներմուծում։ Մի հատ 6, մի հատ էլ 5 ներմուծեմ, սա միջի թվաբանական 5 պետք է տա։ 0 եմ ներմուծում եւ 5.5։ Կարծես թե նորմալ աշխատեց, 5 տվեց։ Այսքան այս խնդրի հետ կապված, հիմա նորից մի հատ վրայով անցնենք, ուրեմն ինքը ստանում է երկու հատ default արժեքներով արգումենտներ, մեկը քանակի համար, մյուսը sum of-ն, որի մեջ այդ գումարը պահպանելու ենք։ Այս number-ն, որը ծրագրի աշխատանքի ընթացքում ամեն recursive կանչի ժամանակ ներմուծվում է, եւ եթե սա 0 է, նա ստուգում եմ count-ն էլ է 0, եթե count-ն էլ է 0, ինքն էլ է 0, return-ը 0։ Եթե ինքը 0 է, ապա count-ը 0 չի այս դեպքում, նշանակում է return եմ անում արդեն sum of-ը այն գումարը, որ հավաքվել է, բաժանած քանակի, որը հաշվել է։ Եվ ընդհանուր դեպքում return-ը ֆունկցիա կանչը sum of-ին գումարում եմ number-ը, այսինքն այն թիվը, որ ներկապային ներմուծվել է, sum of-ն իր նախկին արժեքն է, միջև այդ գումարը իր մեջ հավաքվել է։ Եվ count-ի արժեքն 1-ով մեծացնում, այսինքն count-ը հավասար է count-ի նախկին արժեք գումարած 1։ Թերևս այսքան այս խնդրի համար, եթե հարցեր կունենաք մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին, չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տարածել վիդեո կուրսերը, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։